Քանի որ մասնակիցները թվով շատ են լինում ու չեն կարողանում տարանջատել, այսպիսի մի ձևաչափ ունենք, որ կատարումների մեջ մեկ հաստատություն չենք ընդգրկում։ Մի երաժշտական կատարումը կարող է համախմբվել անգամ 4 հաստատությունների, ու դա եւս մեկ անգամ առիթ է լինում ստեղծված խմբի հետագա համագործակցության, ընկերության համար, եւ նախորդ փառատոններից հետո փոքրիկ տեսանյութեր ենք նկարում մեր արխիվի համար, ու այդ տեսանյութերը երբ որ նայում ես, ամեն բան քեզ համար ասվում է, չնայած այդ օրվա ծանրաբեռնվածության մեջ գուցե ինչ-որ բաներ բաց ենք թողնում, բայց այդ երեխաների անկեղծությունը ուղղակի սահմաններ չունի, որովհետև իրենք արտահայտում են այն ինչ որ զգում են, ու առաջին բանը որ ասում են, մենք ընկերներ ենք ճախրուկների հետ, մենք ընկերներ ենք այն մյուս ու թվարկում են իրենք իսկապես ում հետ որ ընկերացել են, եւ փառատոններից հետո եղել են համագործակցություններ, արդեն տվյալ հաստատության հատուկ կարիքներ ունեցող երեխան այցելել է արդեն ինչ-որ մի մարզի արվեստի դպրոց, արդեն սովորում է ինչ-որ համապատասխան բաժիններում, եւ իրականում դա շատ ոգևորիչ է, եւ նպատակներից մեկն էլ հենց դա է, եւ ոչ միայն ուղղակի ամփոփեցինք, սիրուն համեր կարեցինք, փակեցինք էջը, անցանք առաջ։ Իրականում այս դժվարին ճանապարհի ընթացքում մենք եկանք այն եզրահանգման, որ ամեն բան պետք է անենք, որ մեր ճախրուկները նաև ստանան կրթություն։ Ունենք մեր ճախրուկներից երիտասարդ տղա, որը հիմա սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի քոլեջում եւ ունի բավականին լուրջ արդյունքներ, ինչի համար շատ ուրախ ենք։ Ու փորձում ենք այս փուլերով առաջ շարժվել եւ անել հնարավորինս։ Եթե կարելի է նշեցնենք, որ ճամփորդիստների ձեռքի աշխատանք անեն դեպքում քաղաքական եւ ռազմական գագաթնաժողովի շրջանակում եղավ, այդ մասը կպատմեք։ Եվ գագաթնաժողովի ժամանակ նկարվեց մի կտավ, որը դարձավ 8-րդ գագաթնաժողովի խորհրդանիշը, եւ այդ խորհրդանիշը նկարեցին մեր ճախրուկ երեխաները։ Կտավը նաև որպես նամականիշ ձևակերպեց, եւ մենք մեծ պարտությամբ ենք նշում, որ մեր երեխաների աշխատանքը դարձավ միջազգային մակարդակի եւ երկիրը ներկայացնելու մակարդակի բարձր չափորոշիչ ունեցող կտավ։ Այդ կտավը հիմա մեր ճախրուկ սենյակում է։ Շատ է։ Անդրադառնանք նաև գործընկերներին, ովքեր են ձեզ աջակցում, ովքեր են ձեր կողքը կանգնած։ Արդեն բավականին երկար տարիներ ճախրուկի մարդասիրական գաղափարը կիսում եւ այդ գաղափարի շուրջ համախմբվում են մեր գործընկերները, որոնք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, գլխավոր դատախազությունը մարդու իրավունքների պաշտպանը եւ նաև ունենք աջակիցներ, որոնց շնորհիվ այս տարի կիրականանա նաև մեր ճախրուկ 6-րդ միջազգային փառատոնը, դա Փարոս հիմնադրամն է, Wigmore Group-ը, Sigaron ընկերությունը, Carp Armenia ընկերությունը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 350 մասնակից ունենք։ Եվ հատուկ կարիքներ երեխաներ եւ այլ։ Մեկ օր է տևելու։ Մեկ օր է տևելու փառատոնը, կցանկանայինք, որ շատ ավելի երկար տևեր, բայց իրականում բավականին բարդ է այդ ամենը կազմակերպել։ Այո, մուտքը ազատ է, այո, բոլորը կարող են ներկա գտնվել Օձոնում կայանալիք մեր ճախրուկ միջազգային փառատոնին։